իդեալական տեսնում եմ այս ակնոցով։ Ես ինքս ակնոցին կողմ եմ 1, լինզային կոնտակտային ոսպնյակին կողմ եմ։ Հենց եմ սիրում ձեր նման խիրուրգների։ Եթե ուրոլոգը լինեի կներեք, հաստատ մենակ կընդունեի։ Ամեն մարդ տեսնում է յուրովի, բայց սաղս եկել ենք մի հատ պայմանականության։ Եղջրաթաղանթը 40 դիոպտրիա ապակի է։ Ակնոց եք ստեղծում աչքի վրա։ Էքսիմեր նշանակում է Excimer Dimmer, գրգռված ձիմերներ։ Expelliarmus, Harry Potter-ի բոլոր ֆանատներին ծափ են տալիս։ Էքսիմեր։ Ողջույն, շաբաթ առավոտյան, իրենց աչքերը թաց հնդկական սերիալ նայող մեր հանրություն։ Այսօր կհասկանանք, թե ինչու չի կարելի առավոտները աչքերը մխտրել հնդկական սերիալներով ու ինչի պետքա հետևել աչքի առողջությանը։ Մեր այսօրվա հյուրը շատ հանրահայտ բժիշկ է մեր փոքր քաղաքում, չնայած այդքան էլ փոքր չի, մեր մեգապոլիսում, Վլադիմիր Ավագյան եւ Մալայան բժշկական կենտրոնների ակնաբուժական ծառայության ղեկավար, միտեղ բաժանմունքի ղեկավար Լուսինե Բեկերսկայան, բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ հաճելի է Դավիթ ջան, նամանավանդ այսպես ակտիվ սկսեցինք մեքսիկական, հնդկական սերիալ եւ այլն, ես արդեն ինձ տարա այդ կողմի վրա։ Որ սերիալներ եք սիրում, հնդկական թե մեքսիկական։ Դե այն ցուրտ ու մութ թվերին բոլորս էլ սկսել ենք Սանտա Բարբարայից, ոչ հնդկական էր, ոչ մեքսիկական, բայց հետո քիչ-քիչ անցան, չէ, հայ ժողովուրդը մեքսիկական, բրազիլական եւ այլն։ Հիմա ափսոս չեմ հասցնում, սերիալը մեր կյանքն է, գիտեք, բժիշկ եք։ Ես գիտեմ, մենք մի հիվանդանոցում աշխատել ենք երկար ժամանակ ու ես դες 3 անգամ եմ տեսել։ Բայց ամեն օր տենում եմ ձեր հերթը։ Դե մի հատ իսկ ասեք, օրինակ դուք որպես դու ձեր հերթերը շատ են։ Ձեր կաբինետը միշտ մարդկանց թվում է մեծ մաս առանց գրանցվել է գալիս է, որտեվ հերթի մեջ բանանում։ Ոնց եք կարողանում այդ միացած որպես երիտասարդ բժիշկ էլի ասեմ, ես որ հիշում եմ որ իմ կաբինետի դեմ ինձ ինչ-որ մեկը սպասում է, լարվում եմ։ Ոնց հանեմ այդ լարվածությունի մեջ ու կենտրոնում այն մարդու վրա, ով ներսն է արդեն իմ մոտ է։ Դավիթ ջան, այնքան լավ բան ասեցիք, ես սովորել եմ, արդեն համարյա 30 տարվա փորձ ունեմ, փորձում եմ ինձ անջատել ու եթե դիմացս նստած եք դուք, ես զբաղվում եմ մենակ ձեզանով։ Մի քիչ վատ բան կասեմ, բայց ինձ համար արդեն տարբերություն չկա դրան հետևում ինչա կատարում։ Այնտեղ կան հատուկ մարդիկ, ովքեր պատասխանատու են եւ այլն, բայց դուք ճիշտ եք, երբեմն լինում է, որ հերթերը այնքան շատ են լինում կամ հետևում սպասող անձիկ, եթե մի հոգի լինում է այսպես խալխլող, հերթը խախտող։ Բայց իմ համար Դավիթներ զանգե ուրոլոգ շուտ կընտրում եք։ Այդ ամեն ինչը կարա լինի, իրականում եթե նման մի բան լինում է ու բոլորը սկսում են արդեն նեղվել, արդեն ես դուրս եմ գալիս, բացատրում եմ եւ այլն, բայց ովքեր մտնում են մի անգամ, երկրորդ անգամ հասկանում են, որ հերթը թվում է թե մի քիչ անկանոն է, բայց շատ կանոնակարգված է, որտեվ ակնաբուժությունը երևի թե միակ ուղղությունն է, որ մինչև հիվանդը չի մտնում բժշկի մոտ, բարձ չի թե քանի ստուգում պիտի արվի 1, 10, թե 20։ Պիտի բիբլայնացնենք, գնա մի ժամից հետ գա, այդ հետ եկած հիվանդին չի տեսնում նոր կանգնած իրան, թվում է հոպ էսով եկավ ուրոլոգ Դավիթի ծանոթներ, չէ, այն ինչ հիվանդը կասել։ Դրա համար այդ կարգավորողները հիմնականում բացատրում են։ Հիմնականում գրանցված հիվանդներ են լինում, հազվադեպ չգրանցված։ Մենք գրում ենք ժամ, որի հետ կապված իրանք հենց այդ ժամին մտնում են ստուգումների, սկսում են, բայց արդյոք կտևի կես ժամ, մի ժամ, թե 2 ժամ, այդ արդեն տեղում ասվում է։ Մարդ էս այդ օրը հարմար չի գնում են ուրիշ։ Մեր մոտ էլ է շատ, ես հիմա բնավորության գիտեմ սարքի, առավոտ 7-ից եմ սկսում վիրահատություններս ու ստացվում է դուք էլ լավ պատկերացնում եք, մի հատ փոքրիկ ներվայնացնող երևույթ նույնիսկ վիրահատարում կարող վիրահատությունը կես ժամից վիրահատություն դառնա 2 ժամ։ Հա։ Ու դու դուս ես գալիս, փորձում եմ անջատվել, իրականում մի շրջան կար, մի 15 տարի առաջ, ես հենց քիչ-քիչ զգացի, որ հիպերտոնիկ եմ դառնում, այդ ձեր ասած դրան հետևի այդ ամբողից, հետո շատ հանգիստ կարգավորեցի, ասացի Ժորժ ջան, եթե դուք ինձ ընտրել եք, ուրեմն պիտի համակերպեք։ Ես կարող եմ ձեզ հերթագրել, ձեր հերթը գա 6 ամիս հետո, բայց 6 ամիս հետո ձեր աչքի վիճակը շատ ցավալի կլինի։ Դրա համար եկեք համակերպվենք եւ ձեր ամենակարևորագույն ստուգումներն է, ձեր ամենակարևորագույն, ոնց որ դուք եք ասում, իմ աչքի լույսը, չէ՞, դուք կարող եք վերջ-վերջում 2-3 ժամ ձեր աչքերի համար տարին գոնե 2 անգամ տրամադրել։ Այսօր հենց իմ իմջալոց ունեցել եմ տենց դեպք, հայրիկը, որ աղջկա հետ եկել էր առաջի անգամ, աղջիկը չխնամված, ի նկատի ունեմ աչքերի կողմից չխնամված, ակնոց չկրած, շատ այսպես կամակոր աղջնակ էր, 18 տարեկան, ասում Վարկ ջան, դու բան չես տեսնում։ Հայրիկը ասում է, չէր ուզում գար, հազիվ եմ բերել, բայց ես արդեն մի
ժամա սպասում եմ եւ այլն, բայց ասի չէ որ դուք 10 ստուգում եք անցել եւ վերջ-վերջ երբ որ դուք հայավարի կներեք էլի, քանի որ արդեն սենց է մեր խոսակցությունը, երբ որ դուք կենացեք բարձրացնում, Հալիկ ջան կենացը մարտի 8-ն է քո մի ամսը, պետք չէ դա ամեն ինչը ձեր թանկարժեք կյանքից ընդամենը 1-2 ժամ ձեր երեխու աչքի լույսի համար։ Շատ հետաքրքիր բան եք ասում, մարդիկ մտածում են նաեւ աչքի հիգիենան, այստեղ հետաքրքիր թեմա ծնվեց, որ ուզեցա խոսամ ձեր հետ, հետո նոր կանցնենք բուն հիվանդություններին, լազերային կորեկցիան եւ այլն։ Օրինակ ես մի անգամ գնացի էքսպոյի տեղը աչքերս ստուգելու ու ինձ տվեցին աստիգմատիզմ -3.5 արդեն կերատոկոնուս է սկսում մտածել։ Գնացի -1.25 եւ այլն, նույնիսկ ակնոցս աստիգմատիզմի չի, որտեղ ես առանց աստիգմատիզմի ակնոցի իդեալական տեսնում եմ այս ակնոցով։ Այսինքն իմ սովորական ակնոցից բավարար չէ, չգիտեմ ճիշտ եմ անում թե չէ, որ աստիգմատիզմով ակնոց չեմ դնում։ Դա եկեք քայլ գնանք, չմոռանանք հարցի սկիզբն ու վերջը, եթե ձեզ համար տեսողության որակը ու մեքենա վարելը երեկոյան ժամերին անձրևին վիրահատելիս չի խանգարում, ուրեմն օքեյ է, ուրեմն օպտիկայի օրենքը այսպեսին է, մենք ընտրում ենք ակնոց, որով հանգիստ ենք ու տեսնում ենք լավ։ Եթե ձեզ բավարարում է, դուք չեք վնասում ձեր աչքին չդնելով ցիլինդրի կապակի։ Ինուս տհոճ է։ Հա, ինչ վերաբերում էքսպոյում ստուգվելուն շատ հավես է, օպտիկայում է կարելի է ստուգվել, բայց կներեք էլ էքսպոյի այդ սարքը ուրեմն այդքան լուֆտ ուներ 1.5 ավել ձեզ աստիգմատիզմ ա տվել։ Հա, ես արդեն մտածում եմ, աչքն է չէ, համապատասխան վիճակի պետք է գա որ աստիգմատիզմը ստուգեն, լարված չլինի, չգիտեմ, բան չլինի։ Լարվածությունը օբյեկտիվ կապ չունի, այդ սարքը էքսպոյի թափելու սարք էր, կարող դες բան ասեմ։ Չէ, օրինակ ես միշտ դեմ եմ ելնում, որ ասում են գնացինք օպտիկային, մեր տակի դեղատունը մի հատ, այնպես լավ աղջիկ կա, աչքերները ստուգեց։ Բուժում ա մեզ, չէ, թերապիա նշանակում, անտիբիոտիկա նշանակում։ Նայեք, օրինակ ուրոլոգիայում չկա տենց բան, չկա դեղատուն, որտեղ բան կանեն, ասենք, կասեն, հա, պոչկի քար ունես, արի ջարդեմ ստեղ, բայց չէ, տալիս են, հատուկ տենց խոտաբույսեր են տալիս, բան դրան են։ Հասկանում եմ, բայց օրինակ դեղատանը ոնց որ լեգալ դա ինչ որ ստատուս ունի, ոնց եք դուք դրան վերաբերվում, որպես ախտանիշ։ Վատ են վերաբերում, օրինակ Տոբրադեքս կաթիլը, որը որ մենք շատ բոլորս սիրում ենք, ինքը ամենանեյտրալն է, դեքսամետազոն հակաբորբոքայինը քիչ է մեջը, շատ չի կարա վնասի, ու կա մի քիչ, ասենք հակաբիոտիկ, հա, տոբրամիցին։ Բայց արդեն սովորել են էպիլյացիա անող աղջիկները, թարթիչ կպցնող աղջիկները մտնում են ուրեմն, հարցնում են, ասենք թե չգիտեմ, դեղատանը, չգիտեմ, թարթիչ եմ կպցրել բորբոքվել է, Տոբրադեքս Մաքսիտրոլ, այդ ախր նյուանսներ կա, դա հո բոլորին չես կարա տաս, բայց սովորենք մենք, բժշկի մոտ չգնանք, հերթ չկանգնենք, հազար ներողություն, արդեն փչացած աչքով գալիս է սիրուն, բայց զատու նշանակում արել է իր այդ մանավանդ որ այնտեղ օրինակ ինֆեկցիոն ինչ-որ ագենտ լինի, թեկուզ դեքսամետազոնը կարա պրովոկացիա հանդիսանա, այդ ինֆեկցիոն ագենտի։ Հազար ներողություն, այնտեղ շատ դեպքերում այդ թարթիչի լիցքից հետո կարող է վերք լինի, այդ վերքի վրա դեքսամետազոն լցնել չի կարելի, հակառակը ինչ որ քսուկներով բանով փապկացնես։ Ես հենց այդ եմ ասում, միշտ ասում եմ, մենք ակնաբուժներ, ոնց որ ակնաբուժական պրակտիկան լեգալ պատպոլնի կազինոներ ենք սարքել, մարդկանց ասում են գնացեք ստուգվեք, գնացեք այս բան արեք, ձեզ անպայման օրինակ նույն կերատոկոնուսի պատմությունը, ինձ այդ էքսպերտը ասին չէ, դե դու լավ տեսնում ես, հայ 10 ուրեմն չունես կերատոկոնուս։ Այդ -3.5 աստիգմատիզմ դու որպես բժիշկ հետ ես գնում։ Բայց կարող ես լուրջ ունես խնդիր ունեմ, որ վաղը օրինակ եղջերաթաղանթի տրանսպլանտացիայի հարց կարա բարձրանայի մոտ։ Կարա, լավ հարց։ Վախեցած գնացի մեր Փադունց Սաթենիկի մոտ, ինչ հարցի մոր չեկա մեզ հյուր, իմ լավ ընկերն է, ասի սաթ։ Ինձ էլ լավ ընկեր։ Ասի սաթ մի հատ շուտ աշկերս ստուգի։ Դա չէ, տոպոգրաֆիա արել, նորմալ ա եղել իրական։ Տոպոգրաֆիա չէ, սովորական նայեց, ասած աստիգմատիզմը այն տված թվից մի կիլոմետր հեռու է, հա։ Նայեք, ախր տեսեք, կա մի հատ sense բան էլ։ Օրինակ վատա որ ստուգվել եք էքսպոյում, բայց մի կողմից լավ է, որ այդ ստուգող կանգնած է, ես չգիտեմ, ինժեներ ա եղել, բժիշկ ա եղել, գիտի, որ եթե բարձր է աստիգմատիզմը, մի հատ հերքի կերատոկոնուսը, ինքը լավ։ Ինքը չէր հերքում, ինքն ինձ հանգստացրեց ճանապարհը տեսնում, հա, չէ, մի գովացեք, չէ, դիսը։ Լավ, հասկացա։ Ասած սենա, որ այդ աչալուրջ լնելն էլ վատ չի, որտեվ իրոք կերատոկոնուսը երևի լսել եք, գիտենք, հայերի հիվանդություն է, շատ դեպքերում բաց թողած, շատ դեպքերում մենք ունենում ենք հետո, ասենք 3-4 աշճան, որը այդ ձեր ասած փոխպատվաստման ա գնում, բայց կա cross-linking վիրահատությունը շատ արագ, մոտ 30-40 րոպեի ընթացքում ամրեցումը կատարվում է եղջերաթաղանթի դեգեներացիան, կանգնեցվում է, ունենում ենք անգամ տեսողության լավացում։ Հենց եմ սիրում ձեր նման խիրուրգների։
որ պատկերացնում են ինչ են ոչ թե որ սկսան sense հերվից բանից այլ հենց դա հետաքրքիր է որ այդ թեմայից սկսեցին խոսալը որովհետև ես միշտ տակնաբուժական բանը ասում եմ խի չեք գնում օրինակ դեղատուն ստամատոլոգն էլ նայ դեղատան աշխատողները նայ կարիես ունեք թե չէ դեղատան աշխատողը դեղագետ են ես շատ ժամանակ այսօր մտել եմ դեղատունը խնդիր ունեի ասում եմ ինձ ինչ կառաջարկես SSS սպեկտրից եւ որովհետև մարդ ինձ ավելի այդ մարդը կոնկրետ մեր մոտե ալֆա ֆարմի աշխատողները շատ կայֆ դեղագետներ են իրանք դեղագործել չեն ու հարցնում ես բայց սպեկտրներ կան որ մարդիկ պետքա չխառնվեն նույն ցիստիտների բուժման համար ամեն երկրորդ հիվանդը գալիս եմ ասում եմ ինչ եք խմել դեղա որի ազդողնյութը օֆլոքսացինն է ֆտորխինալոնը մեր գայդլայնը եվրոպական ուրոլոգներ ասոցիացիայի ասես մի հատ գիրքա մեջ է ցիստիտների բաժնում ասես մի հատ կարմիրով գրած է սպիտակ սևով սպիտակի վրա չէ կարմիրով գրած է Եվրոկոմիսիան որոշում է ընդունել 2012 թվականից հետո որ ֆտորխինալոնները միզուխիների ինֆեկցիաների համար ռեզերվային անտիբիոտիկ 3-րդ 4-րդ լինիայի իսկ մարդիկ առնում են գցում են գրպանը երևի էժանա կարող է չէ էժան չի ուղղակի ժամանակին դեղագործական ֆիրման այդ ուղղությամբ աշխատել է հա հասկացանք դուք շատ կարեր կան պատվոդնիկամներ դուք ոնց որոշեցիք դառնալ բժիշկ դե այդ պատմություններ այնքան են պատմել ես խեղճ ժողովուրդերը ասում այնքան խոսացինք այնքան բան իրականում ծնողներս բժիշկներ են եղել հայրիկս վիրաբույժ հենց մենակ վիրաբույժ չնայած հետո երկար տարիներ աշխատել է նաև Միքայելյան ինստիտուտի տնօրեն հետո կյանքի բերումով անգամ դարձավ պատգամավոր Լոռվա մարզի ու կասեմ երևի թե միակ sense ազնիվ ընտրություններով ընտրված պատգամավորն ա եղել չեմ ուզում Պապաս լոռեցի, մամաս գյումրեցի։ Դա մարս ասում համ գյումրեցի, համ լոռեցի։ Նա ցետրոպեն հիվանդես որտեղից է, սիրտս ձգում է։ Մայրիկս գինեկոլոգ մանկաբարձ Բեգլարյան կենտրոնում, ինչ այսօր էլ աշխատում է, իրականում տարբերակներ չունեի, բայց ծնողներս դեմ էին իմ բժիշկ դառնալու։ Ճանապարհով անցնում ես դու դեմ։ Հա, իրականում իրանք որպես գինեկոլոգ ու վիրաբույժ չուզեցին, որ ես այդ ճանապարհով գնամ, բայց չլսեցի, համառեղա գնացի, բայց հետո 3-4 կուրսում հասկացա, որ իրոք, եթե վիրաբույժի մասնագիտությունը ընտրում ես հենց ընդհանուր վիրաբուժություն, դա մի քիչ Հայաստանի համար եւ կնոջ համար, ով արդեն ուներ 2 երեխա եւ երրորդով արդեն հղի է, ես հասկացա, որ իրոք ընդհանուր վիրաբուժությունը ճիշտ չի լինի ընտրել, գինեկոլոգիան էլ մի քիչ մայրիկս տարավ իր աշխատավայր չզարգացող հղիություններ եւ պիտի գործողություն աներ, ասես տես ինչ դժվար է, ես երկու կյանքի համար պատասխան եմ տալի, որ ողջ պտուղը ու ողջ մայրն է, բայց հիմա ես հանում եմ, ասենք այդ պտուղը, բայց մայրը չգիտես հետագայում ոնց կլինի իր կյանքը, դժվար է, ամեն դեպքում քեզ այդ ամենը մի քիչ կարծում եմ, որ պետք չի Իսկ հայրս տարավ իր մոտ Միքայելյան ինստիտուտ ու բարձր այսպես գագաթնակետին, երբ որ խոցային հիվանդություններ եւ վիրահատում էր, հա արյունալի, շատ դաժան եւ այլն, բայց հաղթեց, այդ մահին հաղթեց, հիվանդ առողջացավ եւ այլն, բայց հայրիկս ծերացավ, չգիտեմ քանի տարով, այսպես արյունը միշտ ես դա այդ օրինակը բերում, որտեվ աչքիս առաջ է ինքը այսպես գնում էր միջանցքով, բայց արյունը ցատկում էր այսպես դուրս իր հողաթափերից, բայց ինքը սենց ուսերը կոր, արդեն հոգնել էր, բայց հաղթել է։ Դրա համար ես չընտրեցի, բայց ամեն դեպքում իմ ոլորտը, որտեղ աշխատում եմ, ես Որ վիրաբուժությունը կընտրելի, դուք ասենք հեշտ ճանապարհը, որ ասեք պապաս դեպուտատ է, ես էլ կյանքը վայելում եմ, բայց դուք ունես չի հեշտ ճանապարհը կընտրել, ես պատկերացնում ինչքան է սենց վիզը ծրված, սենց աշխատանքային այդ process-ը ոնց է էլի գնում։ Ես նախ զարմանում եմ ակնաբուժների վրա, ակնաբուժ վիրաբուժների։ Ես միկրոսկոպով որ սկսեցի աշխատել, երևի ինձ երկար ժամանակ պետք եղավ, որ ես ադապտանամ։ Որովհետև մի բանա դու ձեռներդ ու տեսնում ես, մի բանա, երբ որ վայ, ես այսքան պուճուր է, ես այսքան մեծ է, հա դրան սովորելուն ու ոնց կարելի է այդ ժամերով աշխատել էլի։ Հեշտ սովորեցի, որովհետև մենք նույն միկրոսկոպով ստուգում ենք հատակը, ստուգում ենք եղջերաթաղանթը, չէ՞ որ ճեղքային լամպն էլ է որոշ ձևի միկրոսկոպ է, իհարկե դու նայում ես այսպես վիրահատության ժամանակ, այսպես մի փոքր կողքից հայացքով քեզ օգնում ես, արդեն մասշտաբը բռնում ես, վիրահատում ես, բայց ես միշտ ասում եմ, երբ որ ես տեսնում եմ ձեր տեսածը, իհարկե միկրոսկոպի մեջ ուրիշ բան է, իմ տեսածը լրիվ ուրիշ բան։ Երբ որ ես տեսնում եմ ձիածանաթաղանթները տարբեր գույների, նամանավանդ կապուտաչիա հիվանդների, կան կանաչ, այ ոնց որ ես ուզում այդ բաունցի բաները կա, չէ, այդ պլաժի ռեկլաման, ոնց որ այդ կապույտ բուխտաները նախր իրանք շատ սիրուն այդ
ծիածանաթաղանթը ու ինձ թվում է մի հատ լրիվ ուրիշ տեզեր քո աշխարհը ու երբեք չի կրկնվում պատկերը դե գիտեք բոլորը ծիածանաթաղանթները տարբեր պատկեր ունեն քրեական բանում է կա չէ որ ժամանակի մատնայերքի փոխարեն մտածում են ինչ որ նկարներով ծիածանաթաղանթով մարդկանց ճանաչեն Ամստերդամում մի հատ հետաքրքիր խանութ կար որտեղ քո ծիածանաթաղանթը նկարում էին մեծ նկարատպագրում sense տալիս են շատ հետաքրքիր խանութ էր ունեմ ես էլ ունեմ ու շատ դեպքերում ասում են Հայաստանում էլ անենք հետաքրքիր բանաբան բայց հասկացանք որ մի քիչ տեղ անում են ինչքան գիտեմ ինչ որ տեղ կա բայց տենց շատ չխորացանք չէ Ամստերդամին շատ սիրուն էր просто ամիսներով պիտի սպաս շաբաթներով պիտի սպասես քո նկարը երբ ենք ես տալիս հետո Ամստերդամ կարող է լավ տրամադրություն ալնում կակաչների հոտ ալնում բան տենց միակ ոչ միայն կակաչների հոտ չէ համես նկարագրեցիք Ամստերդամը աշխարհի ամենացիվիլ ամենասիրուն ամենափչացած քաղաքներից մեկն է քաղաքը որտեղ դու քայլում ես քեզ ամեն անկյունին կամ աղջիկ կամ թմրանյութ են առաջարկում բայց նույն կամ կակաչ հա կամ բայց նույն ցերեկով նույն այդ փողոցով անցնում ես մեկ էլ տեսնում ես չգիտեմ Վան Գոգի թանգարանն Ռենուարը չգիտեմ ասած ինչ որ հրաշք ես շատ եմ սիրում Ամստերդամ եւ երկրորդ երրորդ ամենասիրած քաղաքներից մեկն է աշխարհի Իսկ ակնաբուժություն մասնագիտությունը ոնց ստացվեց որ ընտրեցիք Այ հանձնվեցի արդեն ծնողներս ասացի վերջ ես համաձայն եմ դուք ճիշտ եք որտեվ իրանք նախկինում ինձ ասում են գնա ատամնաբուժություն ստոմատոլոգիա վել ասեմ այ ոնց կարելի է 7 տարի սովորել 32 ատամի վրա կանգնել ու տենց չնայած ասենք դպրոցը ավարտել եմ ոսկե մեդալով կարմիր դիպլոմով ավարտել եմ ինստիտուտը այդ ձեր ասած տենց տքնել եմ երկար բայց ամեն դեպքում ակնաբուժությունը ընտրությունը այսպեսին էր ակնաբուժություն թե գիտկոկորտական լոր մասնագիտացում, բայց շատ ուրախ եմ, որ ակնաբուժությունն ընտրեցի, որտեվ ինձ աչքը ձգում էր իր անատոմիայով կառուցվածքով, հիմա էլ գտնում եմ, որ ամենակատարյալ օրգանն է։ Ես հա միշտ աչքը ամենակատարյալ, ամենաֆիզիկական այդպես օրգանն է, որ այդպես նայեք, մի հատ հետաքրքիր ստեղծագործություն կա Այզեք Ազիմովի առաջի գիրքն է Nightfall-ը, երբ որ մարդիկ գրքի իմաստն է, որ գիշերը գալիս է 10000 տարին մեկ Այսինքն մարդիկ ցերեկով են ապրում ու ինչ որ պահի 6 արև կա այդ մեր մոլորակի կողքը, սպասում են 6 արևը երբ է մարելու ու գալու է աստղերն են հայտնվելու ու գալու է գիշերը։ Մարդիկ պանիկայի մեջ սպասում են, կրոնական կազմակերպություններ, գիտնականներ, բոլորը սպասում են թե երբ է գալու գիշերը, ոչ թե որտեղ 12 ժամը 1 չի, այլ 10000 տարին 1 է ու այդտեղ նկարագրում է մթությունը Ասում դու հասկանում ես, որ ոչ մի զգայարան, դու կարաս չլսես, դու կարաս տակտիլություն ինչ-որ բան չես, բայց երբ որ դու չես տեսնում, մարդկանց դա գցում է պանիկայի մեջ։ Դու չես լսում, դու այդ իրանց այդ բանի իմաստն է, որ դու քո այդ զգայարանը կորում է, դու ընկնում ես արդեն ցայտնոտի մեջ, պանիկայի մեջ, որովհետև տեսողությունը եւ մեր ամենագլխավոր զգայարանն է, որով մենք աշխարհը ամենալավն ենք անցալում, իմ կարծիքով։ Սա իմ փիլիսոփայական կարծիքն է, էլի, ոչ թե որպես բժիշկ, ոչ թե որպես Չէ, ասենք եկեք փորձենք մենք ուղղակի ծածկենք աչքերը, մենք լավ լսում ենք, լավ հոտառություն, լավ ասենք թե բոլոր մնացած զգայարանները ավելի են արթնանում, բայց տեսողությունը մի հատ ուրիշ գերինֆորմացիա է տալիս, բացի նրանից լավ տեսնելուց, մարդիկ դառնում են բացի տեսնելու պահ իրանք ավելի աչալուրջ են դառնում։ Ես միշտ ծնողին ասում եմ երեխան սենց քնքոտ անջատված է, դասերը լավ չի սովորում, հա ասում են մի տեսակ սենց ինչ որ ինֆանտիլն է բան, ասեմ իր աչքերից է, ինքը որ չի տեսնում, իր ուղեղին հրահանգ է տալի, անջատում է իրան, ինքը համաչում է ակնոց դնի, բայց ինքը ասենք կարա մեքենայի մեջ դպրոցի ճանապարհին քնի, բայց իր քունը չի տանում, ուղղակի ինքը չի տեսնում պատուհանից դուրս այդ ծառերը, փողոցները, ինչ որ հետաքրքրաշարժություն առաջանա, նա ինքը իրան անջատում է միջավայրի մեջ, որովհետև իրան հետաքրքիր չի ընկերը ինչ արեց, ինչ որտեղ լավ չի տեսնում, այդ մանրամասները իր համար արդեն հետաքրքիր չեն։ Օրինակ ձեզ ասեմ դու խով ակնոց դրեք, ես օրինակ սիրում եմ, ունեմ երևի տասնյակ ակնոցներ նույն չափերով, հին ակնոցը ստանում եմ, ասում եմ այս չափի այս ստիլի տուր, այս չափի այս ստիլի տուր։ Ես սիրում եմ ակնոցներ, ամեն իմ հագու կապի հետ, սպորտի հետ ունեմ դա, նույն ինքը -1.25-ներն է։ Կարա լինի։ Իմս -1.25 է, իմ բոլոր ակնոցները -1.25, մի աչքը -1, մի ակնոցը -1.25, չգիտեմ, ինչ որ պահի ես զգացի որ ինձ դիսկոմֆորտ է, ասեցին այդ պարագայում պետք չի ակնոց դնել, բայց իսկում եմ ես նեղվում եմ, հա, այդ աչալուրջությունը սկսեցի իմ ստիլի տակ ունենալ։
տարբեր տեսակի կոնֆերանսին այլ սպորտին այլ ոդկաստ վարելու այլ եւ այլն իհարկե դա առաջինը բացի աքսեսուարից ձեզ տալիս է հնարավորություն հիմա իմ բոլոր միմիկաները տեսնել չնայած մի քիչ մոտ ենք նստած եթե կարճատեսեք մի քիչ էլ մոտենամ ավելի լավ տեսնենք բայց մեկ ասենց ասենք արտահայտություն եւ այլն կարող է այդ պահին կամ ձեր օպերատորի ռեակցիան եւ այլն նայելու համար բայց տեսեք, ես ինքս ակնոցին կողմ եմ 1, լինզային կոնտակտային ոսպնյակին կողմ եմ եւ նաեւ կողմ եմ լազերային վիրահատություններին։ Ու ոչ թե այն պատճառով ես 1000 ներողություն պիտի դրանց աշխատավար ստանամ, քավլիցի այն հիվանդները, ովքեր ուշ թե շուտ գալիս են դրանք, իրանք միևնույն է ճանապարհը գտնում են։ Բայց կա տարբերակ, գիտեք, COVID-ի ժամանակ այնքան շատ հիվանդներ եկան վիրահատվելու այն պատճառով, որ այդ դիմակների հետ չեն կարողանում ապրել։ Իրականում, եթե դու դիմակով ես, վախենում ես ու քիթդ փակա, շնչել անհնարին է։ Ես վիրահատարանում դիմակից այս մասը սկոչ եմ կպցնում, որ իհարկե չգոլոշանա, ասենք նամանավանդ միկրոսկոպը ձեր գոլոշանում ակնոցն էլ, միկրոսկոպն էլ արդեն չեք կարող։ Միկրոսկոպից չեմ նույնիսկ հեռուն եմ վատ տեսնում։ Դե չէ, մարդիկ կան, ովքեր ես նկատնում եմ եւ միկրոսկոպը եւ ակնոցը, նույն ասենք միկրոսկոպն էլ, եթե ասենք թե դիմակդ մի քիչ ճիշտ չի հագած, ասենք անդադ քրտնում է։ Ամեն դեպքում, որ ասեցի կատարյալ օրգան, ինքը բացի մեր ներաշխարհը փոխելուց, ինքը նաև ես ամեն անգամ անատոմիան երբ որ բացատրում եմ, զարմանում եմ։ Եղջերաթաղանթը 40 դիոպտրիա ապակի է, դիմացի շերտը։ Դրանից հետո գալիս է ոսպնյակը բիբի հետևում կախված ցիլար մկանից այդ ցինյան կապաներով ամեն վարքյան ինքը մեր այս ֆոտոապարատները, կամերաները, ինչ այդ նույն զումի էֆեկտը անում է մեր ոսպնյակը, չէ՞ որ մեր ապարատներն էլ դրա հիման վրա են կառուցվել։ Սենց որ անում ենք այսինքն, զում ենք անում, ոսպնյակը, ասենք ինքը 20 դիոպտրիա ջրի կապակի է, ստեղծված դրած մեր աչքի մեջ։ 10,000 տարին մեկ են ստեղծել, թե ոնց չեմ կարող ասեմ, ամեն դեպքում, երբ որ մենք նայում ենք հեռուն ձգվում, տեսնում եմ հեռուն, հենց պիտի ձեզ նայեմ կամ մոտիկ, թուլանում է, դառնում է +23, նայում եմ մոտիկ, ուրեմն ամեն վարքյան ինքը ոնց է խաղում, չէ՞։ Ինչքան ինքը հետաքրքիր է, հետո ինֆորմացիան գնում է ցանցաթաղանթին, ցանցաթաղանթը ընկալում է գունային պատկերը, ասենք առարկայական պատկերի ինֆորմացիան գնում է հասնում է ուղեղին ու նոր պատասխանով մենք արդեն ընկալում ենք աշխարհը։ Ախր այնքան հետաքրքիր է, դե միշտ ասում ենք ուղեղն ամենակատարյալ օրգանը, իհարկե ամեն ինչի ղեկավարում է ուղեղը, բայց ինքը ասենք նմանատիպ նեյրոններից է կազմված, նմանատիպ նյութից, իսկ աչքը պատկերացրեք քանի շերտ ունի ու բոլոր ինչքան տարբեր տարատեսակ։ Սիրահարված եմ այդ բոլորակին։ Ինչ այսօր։ Ես առաջ անգամ որ իմացա որ մենք պատկերը մենք թարս ենք տեսնում ու հետո արտատպվում, ասում եմ, ես ի՞նչ տիպի չեմ ընկալում իրականությունը, ինչ տիպի է մարդը չի ընկալում իրականությունը, ու ես միշտ մի հատ փիլիսոփական թեորիա ունեի, ասում եմ, մենք ամեն ինչը, ամեն մարդ տեսնում է յուրովի, բայց սաղս եկել ենք մի հատ պայմանականության, որ այս բաժակը սենց է, ուրեմն սենց է, բայց յուրովի ենք տեսնում։ Հետո ակնոցների մասին մի բան ասում ու անցնենք առաջ, մի հատ հետաքրքիր բլոգեր կա ուկրաինացի, գիտնական, ինքը շատ հետաքրքիր բան ուներ, ասում է, նայեք 1300 թվականին ես կհամարվեի հաշմանդամ, եթե ես հեռուն չտեսնեի։ Ու շատ էր, ովքեր հեռուն չեն տեսնում, մոտիկը չէ, ովքեր վատ են տեսնում, իրենք կհամարվեին հաշմանդամ։ Հետո եկնավ ակնոցը, ու դուք ինձ չեք համարում հաշմանդամ։ Ես ուղղակի ունեմ device, հիվանդություն էլ չի։ որը լուծվեց։ Հիմա նույնն է ինքը ասում է, դուք պատկերացնում եք, որ մարդը ձեռք չունի, իրան տալիս է ձեռք։ Արդյոք ինքը հաշմանդամ է հիմա համարվում թե չէ, բայց ինքը ֆունկցիոնալ ձեռք ունի, որը այդ ֆունկցիաները կատարում է։ Քիչ սահմանափակ է, բայց ունի իհարկե։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մարիաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։
Անցնենք լազերային կորեկցիային։ Ոնց էր ձեր բաժանմունքի անունն բարդ բառը որ չկարողաց արտաբերեմ։ Էքսիմեր լազերային։ Էքսիմել Expelliarmus Harry Potter-ի բոլոր ֆանատներին ծափ են տալիս։ Էքսիմեր։ Ինչ է իրանց ներկայացնում էքսիմեր լազերային կորեկցիան։ Այդ բառը շատ հաճախ չեմ հանում ճակերտներից բացատրում, բայց որ դուք սիրեցիք այդ խոսքը, ձեզ հատուկ կասեմ։ Էքսիմեր նշանակում է Excimer dimmer, գրգռված դիմերներ, որոնք անջատվում են, եւ այդ րոպեին անջատվելու ժամանակ առաջանում արգոն ֆտորի մոլեկուլա է, այդ գազը, որով մենք աշխատում ենք։ Ուրեմն երբ որ ինքը անջատվում է, առաջանում է էներգիա, որը գոլոշացնում է եղջերաթաղանթի մակերեսը։ Քանի որ եղջերաթաղանթը գիտենք 80%-ով կազմված է հեղուկից, գոլոշացնելով շատ սիրուն մոդելավորում է մեր եղջերաթաղանթը, որի մասին խոսեցինք։ Հա, ոնց որ ակնոցը, հա, ձեր սիրելի ակնոցը օպտիկը ոնց է գոլոշացնելով, կարճատեսինը գոլոշացնում է կենտրոնական մասը, հեռատեսինը պերիֆերիկ հատվածները։ Ասթիգմատիզմի դեպքում գոլոշացնում է այն առանցքով, որը ավելի արտահայտված է։ Այսինքն դուք ակնոց եք ստեղծում աչքի վրա։ Հա, կարելի է տենց էլ ասել։ Ցուցումները մեր այսպեսին են, -1-ից, անկախ նրանից ձեզ մոտ -1 է, թե -10, թե 15, իրականում համարյա բոլոր կարճատեսները նմանատիպի տեսողություն ունեն։ Գույները փոխվեցին իմ ակնոցներով առածի բանը Շուշան մի քիչ ուրիշ է, հա։ Շնուբն օրինակ առաջի մեր այդ սիվցվի սանդղակը շատ եմ սիրում, չնայած հիմա կան շատ մեթոդներ, մենք ունենք էկրաններ, որոնցով այսպես փոքր վահանակով ստուգում ենք, տառը փոխվում է, թիվը փոխվում է, բայց այդ խեղճ հիվանդը չի հասկանում ինքը ինչքան է առաջ տեսել ու հիմա ինչքան է տեսնում։ Վահանակով ցույց են տալի, ասում են դե լավ էս տեսար, դե հիմա արդեն 100% շնչ էի տենում։ Սիրուն շնչ չէր տեսնում, մոտենում էր, հիմնականում մոտենում են մի 10-15 սանտիմետր բոլոր կարճատեսներ, որ պարզ շտարը տեսնեն, դա հենց կարճատեսության օրենքն է։ Մի քիչ ավելի, եթե նստած տեղից 5 մետրից տեսնում են առաջի շնդա 10%-ը համարվում, իսկ այդ տողերի 10-ից 10-ը արդեն 100% է։ Մարդիկ դա ինձ թվում է մեկ անգիր են արել։ Ես մի անգամ նույն սաթենիկի մոտ ասում եմ շատ ուրիշ բան կմիացնես, որովհետև ես դա անգիր գիտեմ, արդեն ուղղակի ոնց որ հարցի պատասխան եմ անգել։ Օղակներ կան, կարելի է աչուձախ բացված, այնտեղ տարեր կան, թվեր կան, կարելի է խառը, կարելի է անգլերեն, խնդիր չի դա, բայց ասածս էնա, պարզա հիվանդին չէր տեսնում շան, հիմա տեսնում է սա։ Հիմա ասենք թե եթե հիվանդ կա գալիս է, ասում եմ, ասենք թե ստուգվել է 3 տարի առաջ ինչ որ միտեղ, ասեմ ինչ ես տեսել, այդ տողերից վերևի տողերներ թե ներքևը տեսնում էիր, ըստ քեզ չի հիշում, ոչ մինուսը, ոչ իր աշճանը, ասա չէ, ինչ որ ուրիշ բանով են ցույց չեմ էլ հասկացել ինչ եմ տեսել, ասեցին լավա գնա լավ եմ, всё։ Հիմա ասածս էնա, որ այդ տողերով մենք ավելի པարզ կարողանում ենք հիվանդին ասել մինչև ու հետո։ Հիմա ձեր տարբերությունը -1-ով հիվանդի մոտ այդ պատկերը եղջերաթաղանթից չի հասնում ցանցաթաղանթին, ասենք թե մի քանի փոքր, ասենք այնտեղ միկրոմետրեր կան, միլիմետրեր եւ այլն, իրարից տարբերվում են այդ ցանցաթաղանթին չհասնելու չափով ու ձեր ակնոցի ապակու հաստության չափով։ Թե չէ ամեն դեպքում պատկերը արդեն չի հասնում ցանցաթաղանթ, մեկը չեք տեսնում դուք։ Արդեն դնում ենք ակնոցը, գցում ենք հատակի վրա պատկերը, որ ճիշտ բեկվի, գնա հասնի ինֆորմացիան ուղեղին։ Ես լազերային կորեկցիայի մի պատճառով չեմ գնում, բայց կգամ։ Այդ բարձ պրիմիտիվ պատճառով ինձ մի անգամ վախացրել են, լավ։ Մեր բարեկամինարին կուրացավ։ Ճիշտ են անում, վախացնում են, բայց շատ տեսեք, մենք դուք պատմեք, ես հետո պատմեմ։ Չէ, ես ուտե այդքան էր։ Կարճ տենց բաներ sense։ Դա պրոստը երևի ինձ դպրոցական թե որ տարիքում են, ասա դրա համար այդպես մեջս նստել, էլի։ Հիմա ես գիտեմ, որ բոլոր վիրահատությունները բարդություններ ունեն, էլի։ Հա, բա ոչ, եթե այդ բժիշկը որ ասենք 100% անոց գարանտիա, դու ռուպտի փակեք, փախնեք, գնաք, հարցեր չի։ Դա արտահայտությունն է։ Ասում կամ Նոբելյան մրցանակ կտանք այդ մարդուն։ Դե չի, դա տեխնիկա չի, դա ասենք թե sense կոշտ մակերես չի, որ դու գոլոշացնես կամ սա փափուկ հյուսվածքներ են։ Ամեն դեպքում տեսեք, այդ վախերը ճիշտ են, ամեն մարդ իր իհարկե ունի այդ ինքնապաշտպանման մեխանիզմը, ինքը պարտադիր բոլոր հարցերը պիտի տա։ Մեկ-մեկ որ խոսում են հերթերից, ես ասում եմ ամեն հիվանդ ունի իր իրավունքը տա 20 հարց, 50 հարց, 100 հարց ու դրան հետևի մնացած դժգոհող սպասողները պիտի համբերատար, դեպ հեսա գալու է իրանց հերթը, իրանք էլի հարցեր են տալու ու ես համբերատար բացատրելու եմ։ Ուժմա որ նստած մարդիկ կան, որոնք որ կարան լսեն, մի բան էլ ավելի իմանան։ Ինձ երբեմն ասում են մենք մի քանի հոգով նույն թեմայի մեջ ենք, ես ասում եմ այո, բոլոր եթե ուրոլոգը լինեի կներեք, հաստատ մենակ կընդունեի կամ գինեկոլոգ առավել եւս պրակտոլոգ,
Բայց քանի որ ակնաբուժը մի բան էլ ավել է իմանում, խելոք մարդը մի բան ավել է վերցնում, այն մյուսը մի քիչ նվնվում է։ Բայց հետո ասում եմ, այ լսեցի, այն մեկինացիկ ցանցաթաղանթը պատրված է, իմ մոտ լավ է, ասում եմ, բա ուզում էիր դրան հետևում մնար, դες մի հատ ինֆորմացիա լավել ունես։ Հիմա տեսեք, լազերները տարբեր են։ Մենք խոսեցինք մեր լազերի երկարությունը ալիքի 193 նանոմետր է։ Կան լազերային գործողություններ կապված ծիածանաթաղանթի մեջ անցք բացելու կոչվում է լազեր իրիդեկտոմիա։ Դա լրիվ ուրիշ երկարություն ունեցող ճառագայթ է։ Կա հատակի ամրացման համար լազեր, դա ուրիշ գործողություն է, ու կարծում եմ ձեր հարևանին արել են հենց դիաբետի հետ կապված, որտեղ ցանցաթաղանթը երբ որ սկսում է պահանջել շատ թթվածին, որպեսզի տնտեսեն ցանցաթաղանթի պերիֆերիկ հատվածները այրում են, որպեսզի կենտրոնական մասով տնտեսված թթվածինը ինչ որ պահի վիրացում ժամանակ այն կենտրոնական հատվածն է։ Չէ, դրանից չի եղել։ Այդ մարդը sense տնես տիկորներ տեսողություն, ուղղակի շանս ա ունեցել, որ կարար երկար մնար։ Դա հատակի մասին է խոսքը։ Հիմա կատարակտայի վիրահատություններն են անվանում լազերային, բայց ինքը լազեր չի, ինքը ուլտրաձայնային ոսպնյակի հեռացում է, բայց ժողովուրդը լազեր բառը սիրում է, մոգական այ ձեր ասած Գարի Պոթեր, փայտիկ լազեր եւ այլն։ Հա, դրա համար իրանք շատ ավելի սիրում են, բայց ամեն դեպքում ուզում եմ ասեմ լազերները տարբեր են։ Ու ի տարբերություն մնացած լազերներին մեջնից ամենաապահովը հաշվարկվելին կանխատեսելին մեր էքսիմեր լազերն է, որտեղ մենք աչքի ներս չենք մտնում, վիրահատությունները կատարում են մակերեսի վրա, բոլոր process-ները հաշվարկվել են կանխատեսելի։ Ամենավատ բանը ինչ կարա ձեզ հետ լինի, խոստացած 100%-ի փոխարեն դուք կարող ա տեսնեք 90-80, կարող է լինի շատ փոքր վերադարձ կարճատեսության, ասենք -6-ի 7-ի դեպքում -1-ի կարգի կամ 0.5-ի։ Կան դեպքեր, որ հնարավոր է կաթիլներով, լարվածությունը հանելով վերականգնել։ Հնարավոր է պետք է լինում երկրորդ անգամ անել ու շատ դեպքերում շատ ավելի լավ արդյունք ենք ունենում։ Ունենում ենք նաև դեպքեր, մենք ունենք տենց ընդհանուր հիվանդ, նախկին հիվանդ, բուժառու հիվանդ չէ, ում տեսողությունը պիտի լիներ 80%, ու ինքը ինձ ասում է, իսկ ինչի է իմս 80, իսկ տիկնոջինս 100 լինելու, ու ես բացատրում եմ, որովհետև ակնոց լավ չես դրել, աչքը ծուլացած է, նյարդին ինֆորմացիան լավ չի հասել, կենտրոնը շատ լավ չի աշխատում, բայց եթե ես հանեմ քո հիմնական մինուսը եւ մի 6 ամիս, մի տարի հետո ստուգում կանենք ու թաղանթի հաստությունը թույլ տա, ես կարող եմ ասեմ, որ կարանք ավելի լավացնենք, տենց լինում է, ու դա կլինի լավ լուր ձեր համար։ Իսկ այդ նույն մարդը գնում է, ասենք թե վիրահատության երկրորդ անգամ, հարևանը, մենք ունենք տենց շատ լավ բարեկամ հարևաններ, իրանց ես իրականում սիրում եմ, որտեղ իրանք լավ իրազեկում են եւ իմ հիվանդների 90%-ը վերում է հիվանդը կամ իրոք իրազեկված հարևան ընկերը, բայց կան նաև հարևաններ, ովքեր որ կարան սխալ ինֆորմացիա տան, տես մեր հարևանի երկրորդ անգամ արեցին, այնինչ դա լավ լուր է, որտեղ այդ մարդու ծույլ աչքը սկսեց աշխատել ու շանս եղավ երկրորդ անգամ անել։ Ինչ արժի լազերային կորեկցիա։ Իրականում նայեք, ես միշտ տենց հպարտությամբ եմ ասում, ամբողջ աշխարհներ քանդվեցին, երկրներ փոխվեցին, բայց քանի որ դուք եք պատիվ ունեցել Ծառայել Ավագյան կենտրոնում, նաև ես էլ կուզեմ բարձրաձայնեմ նորից շնորհակալություն ասեմ մեր տնօրենին Վալերի Վլադիմիրովիչ Ավագյանին եւ այն ժամանակ լուսահոգի արդեն հիմա Ալեքսանդր Սերգեյիչ Մալայանին, որովհետև առաջին Ավագյան կենտրոնում տեղադրվեց լազերային սարք 2001 թվականին, արդեն ուղիղ 25 տարի է, եւ դա որոշակի ռիսկային գործոն էր, որովհետև Հայաստանում լազեր չկար, 15 տարի դրանից հետո եւս չի եղել, եւ վերջին այս մի 8-9 տարիներում տարբեր կենտրոններում դնում են $1 միլիոն կարգի։ Ինքը թանկ հաճույք է, բայց ուզում եմ ասեմ, որ 2001 թվականից գինը պատկերացրեք մնացել է նույնը դոլարային այսպես համարժեքով, չի փոփոխվել։ Մի աչքա արժի 190,000 դրամ, անգամ կատարակտան ծերունական, որը պարտադիր է, մոտ 350,000 դրամ ու կարա պլյուս լինի ոսպնյակի գումարը։ Այդ արդեն կատարակտան ծերունական, որ մարդիկ ցանկության դեպքում չեն անում, դա անում են անհրաժեշտաբար, հա։ Լազերային վիրահատությունները չեն փոխվել։ Ամեն դեպքում մնացել է այդ գինը։ Կա մեկ ուրիշ վիրահատություն լազերային արժի 225,000 դրամի կարգի, 230,000 դրամ լեյսիկ տարբերակն է, որովհետև կան տարբեր մեթոդներ։ Նույն իմ ասած լազերային այսպես ճառագայթը գոլոշացնում է
նույն արգոն ֆտորի այդ իմ ասած ճառագայթն է, բայց եղջերաթաղանթի մոտեցումը կարա լինի մի քանի տեսակ, կարա լինի շերտ բացելով կտրվածքով, այսպես ինչպես ժողովրդի մեջ ասում են, լազերը գոլոշացնում է, դնում ենք, ինքը միանգամից կպչում է եւ 1 օր հետո հիվանդը ապակինված է, կարա աշխատի։ Մի բան ասեմ, էլի, դուք քանի տարի բժիշկ եք աշխատում։ 92 թվականից։ Մի տարի հետո եմ ծնվել, բայց ես ուզում եմ ձեր энտուզիազմով աշխատեմ այդքան ինչքան դուք եք աշխատել, որովհետեւ դուք հիմա որ դուք խոսում եք, ես գոնե դուք ձեր գործը սիրում եք, որովհետեւ մեկ-մեկ որ զրուցում ես դու հասկանաս որ մարդիկ արդեն հոգնել են իրենց մասնագիտությունից, էլի, այս դուք ինչ-որ ձեր մեջ ինչ-որ ֆանատիզմ կա այդ աչքերի։ Հա, մեկ-մեկ դրան մամաս մի քիչ նոր է գտել այդ սինդրոմը, ասում է սինդրոմ ատնիչնիկը, մեկ-մեկ ասում է դա անբուժելի է, բայց չգիտեմ։ Ես էլ եմ իմ գործից հիմա Կայստանում, ու միշտ մտածում եմ 20 տարի հետո էլի առօր 7 հանց գնալուց գործի, ասենք Սիրեք, չէ, իրոք սիրեք, եթե տեսնում եք ապակինված մարդիկ, եթե տեսնում ես այդ ջահելների հայացք, ախր դուք չեք պատկերացնում, ես հետո իրանց բոլորին փողոցում տեսնում եմ, ես տեսնում եմ իրանք ոնց են sense նայում են հերուն ու տեսնում են այն ծառի վրայի այն ծիտիկին, ու ես գիտեմ որ ինքը ծիտիկին է նայում ու ինքը տեսնում է, այդ մի հատ տենց հաճույք է, չեք պատկերացնում։ Դրա համար երևի թե չգիտեմ, մի տեղի աշխատանք վերջանում է, վազում եմ մյուս տեղը ու իրոք հաճույքով։ Դուք քանի երեխա ունեիք։ 3։ Ով է իրանցից բժիշկ։ Ոչ ոք։ Ձեր մոտ ստացվեց իրանց համոզելը։ Իրականում ինձ մոտ չստացվեց իրանց համոզել բժիշկ դառնալ, բայց ես չունեի այդ նպատակը, բայց ես միշտ մտածում եմ, մեծ տղաս Դավիթը, էլի ձեր անունից ունի Դավիթը, 37 տարեկան է, միջնեկ տղաս Էդգարը 34 տարեկան է եւ աղջիկս Ռիման 30 տարեկան է։ Իրենց ես կարող եմ երևի թե ցույց տալ գեղեցիկ կողմերը, համոզել կամ ուղակի դրթել, բայց չարեցինք նման բան ոչ ես ոչ ամուսինս եւ չէ, հակառակը տրիկոտաժի մասը չնայած բժշկի հակառակը բանն է, չէ, պոլիսն է, բայց չէ, ինքը ուրիշ մասնագիտացում ունի, բայց երեխաները իրանք ամեն մեկը ունեն շատ կոնկրետ կրթություն, բայց իրանք շատ տворчески ոնց կալնի ստեղծագործող են, հա, ստեղծագործող են։ Եթե ձեզ հետաքրքիր է, 2 բառով կարամ ասեմ։ Ուրեմն մեծ տղաս էլի գերազանց ավարտել է դպրոցը ոսկե մեդալով, սենց իմ հետքերով եւ ինստիտուտը կարմիր դիպլոմով ինքը տնտեսագետ է, բայց երկար աշխատելով արտասահմանում հիմա այստեղ ինքը ռեստորանային բիզնեսներն է զարգացնում, մտցնելով ճաշակ, համ, հոտ, դիզայներ, ինտերիեր։ Մեր մոտ ազատ օրինակ, որ իմանանք։ Հա, եթե գովաս չի համարվի։ Համարվում է, բայց սիրով։ Իրանք ընկերներով, մի քանի ընկերներով մի տարբեր պրոյեկտներ ունեն ու բոլորը այսպես մասնակցում են, բայց կարամ ասեմ, որ Դավիթը այդ ամեն ինչ մեջ շատ մեծ հոգի է դնում։ Ո՞րն է օրինակ։ Սիրելիս, D'Angelo, Open House։ Հա, այդ կրեատիվը Open House։ Open House-ում չեմ եղել, բայց Սիրելիսը շատ եմ սիրում։ Գնացեք, հա, կա Santino, կա CJ, կա barbecue, Հա, barbecue-ը գիտեմ։ D'Angelo, շաուրմա ուտող։ Twins։ Հա, իրականում իրանք ասենք տարբեր պրոյեկտներ ունեն ու այդ դրսում ինչ տեսել են, բերել ներմուծել են այստեղ ներս ու կարողանում են ճիշտ օգտագործել։ Որ պրոյեկտը չի ստացվում, փոխում են, փակում են։ Սիրելիսը, երբ որ դրսից մարդ է գալի, իմ տեղ տանելու տեղն է։ Հա, ինչ լավ է, ուրախ։ Երևանի vibe-ը զգաք, էլի, էդի տավեռնաները չեն։ Այն ժամանակվա հիշում եք, դուք ախր փոքր եք եղել։ Չէ, ժամանակ չեմ հիշում։ Անի ռեստորաններ, դա Արմենիաներ հրապարակի վրայի, այդ դիտավորալ հենց այդ ինտերիերը, հա, այդ կարմիր բարդովի զանվիսը փայտի հետ, ասում եմ Դավիթ, ինչ է ալնելու։ Կամ ասեն կանուն, ասեն ոնց հնարեցիք, սիրելիս, ասում եմ դե պապան պատկերացրեցի, որ սենց զանգ է գալիս, այդ աշխատողը վերցնում եմ, այդ բեխերով պապիկը որ կա։ Վերցնա, հա, սիրելիս, լսում եմ, այս այդպես գնաց։ Նախկինում եղել են կոնգնում անբան, բայց հետո պրոյեկտը փակեցին, որովհետև շատ լավ պրոյեկտներ էր, բայց Հայաստանը մեկօրյա կլուբային կյանքով ապրող, ոնց որ ամբողջ աշխարհը ուրբաթօր էր, դրա համար որոշեցին փոխեն։ Ոչ, ես Լոնդոնում էի վերջերս, մի հատ կլուբ կար The Box, 3 օր փորձեցինք մտնել, 4 օրը նոր ստացվեց, ասում եմ, արա ես Երևանում որ կլուբ ուզում կմտնեմ, ինչ եմ կարող ինչ որ բրիտանացին դասում չէ դու այսօր չես մտնում։ Էդգարից 2 բառ ասեմ, Էդգարս ավարտել է սլավոնականը։ Ամուսնացած են։
մեծ տղաս ու աղջիկս փոքրը Էդգարը որտեվ լիքը հիվանդ այդ ձեր հիվանդները ինձ կճանաչեն Էդգարով այնքան հաճելի է ինչի՞ չէ Դեդգայ է իր անունը ինքը բլոգեր չասեմ ինքը տարբեր ուրիշ գործերով էլ է զբաղվում բայց մեկը ասում են Դեդգայի մաման է անցած օրը մեկը գրելա չէ իր մաման չէ իր հորքուրն է ոչ իր մաման է Էդգարը Եվ Միմին հոկեբան է Ռիման, ինքն էլ կարող է իմանալ որպես Mims Bikirska, ինքն էլ սկսել է նվագել էլեկտրոնա երաժշտություն, իր ամուսնու հետ, ինքը պրոդյուսեր ամուսինը, ու Միմին նվագում է, որը շատ հեռու է եղել, ուզում եմ ասեմ իրանք այդ ստեղծագործող կողմ ավելի շատ գնաց, դրա համար բժիշկ դառնալու պահը չնայած բժիշկն է, գիտեք, ստեղծագործում է Անկամ դուք վիրահատության ժամանակ հաստատ այնտեղ տարբեր բաներ կարում եք մեկը մյուսի իմպրովիզներ եք անում Եթե վիրահատությունը չլինի մենք գալիս սփին ստեղծագործելու համար իդեպ եթե դու ուզում ես ունենաս քո ոդկասթը կամ քո բրենդը փորձում ես զարգացնել Երևանում մենք սիրով սպասում ենք Spin Ideas Agency-ում որտեվ շատ գեղեցկադեմ ուրոլոգներ Քեզ կօգնենք քո բրենդը առաջ խաղացնել դեպ կա Spin Network-ը եւ Spin Academy-ն, որտեղ դու կարաս ունենաս լավ networking, ունենաս լավ կրթություն, շարունակենք Լավ է։ Կարող ես է գամ գործից հետո։ Եկեք, մեծ սիրով։ Կստատի մեր թիմից 2 հոգու դուք եք վիրահատել մեր բաներին, աղավնիներին։ Իրականում շատ հետաքրքիր զույգ են, սկզբից ինձ թված ուղղակի ընկերներ են, որտեղ մի քիչ անկախ էին իրարից նստած, հետո հիմնականում ինձ մոտ որ մտնում են, ստուգվում են, աշխատակիցը ասում է հիվանդը երբ որ կմոտենա բժշկին, նոր հետի ընկերը Իսկ մեզ բա կտրելու են, բայց Դե ոչինչ, լավ։ Ամեն դեպքում միասին կմոտենաք, որ լսեն, որտեղ մի ականջը լավ է, երկուսը լավ, հետո կարող է հիվանդը մի քիչ հուզված աչալուր բարեկամը, հա, Ես էլ եմ նենց սիրում, այ որ ասում են դուրսը բարեկամս ասում եմ, եկեք էլի սաղով է, ով կա ցեղով է, մի հատ դիվան ունեմ ես կաբինետում, ասում եմ, եկեք նստեք, որ հետո չհարցնեք, էլի։ Այո, հետո գալիս իրար են հարցում, ասում են լավ չլսեցի, լավ չհասկացա։ Վերջ իրանք նստեցին, շատ հետաքրքիր մեկին նայեց, հետո սա մյուսն էլ աստուգված էր, մյուսին էլ նայեցի, ու իրանք այդ ճանապարհը իրար հետ անցան, այնքան հետաքրքիր է, իրար համ ուստալով, համ համեմատելով, իրականում մեր գլխի վրա դա երկու աչք կա, ու ակնաբուժի գործը դժվար է։ Հիվանդը անընդհատ իր աչուձախ աչքերը ստուգում է, էսա լավ, թե էսա լավ, չէ, մի էսա լավ, չէ, մի աչք կլներ, սիրուն կնայր, կասեր, վայ, ինչ լավ է, всё, էսա։ Բայց իրանք ունեին փաստորեն իրար հետ 4 աչք, ուրեմն տանը ստուգում էին մեկը մյուսի աչքում, չէ, իմս էս մեկը։ Բայց իրանք այնքան հետաքրքիր ու պոզիտիվ էին ու շատ այ ձեր ասած վայբը ունեին, երևի ձեր էս ամեն ինչը կարծում եմ հաստատ ազդում է։ Ու իրանք հետո ինձ բերեցին մաս շատ լավ նվեր, ես դրա մասին պետք է ասեմ, որ իմ կաբինետում է ու ես հենց նայում եմ, տեսնում եմ ու ժպտում եմ։ Շատ լավ նկար է, սենց նո մի քիչ ավելի բան գրոտեսկնի ձևով նկարած, բայց մի աչքը փակած է, այն մյուսով ինքը նայում է, բայց մեկին էլ ակնոց է դրած, սենց ակնոց չէ, փոքր լինզան է, շատ կրեատիվ հավես ու այդ տենց ստեղծագործական մոտեցում։ Այսինքն գովազդը շարունակում ենք, ոնց որ Տիկին Բեկերսկայա Դուս ան հայրենով ոնց են դիմում թա։ Լուսին է, մենք ընկերներ ենք։ Շնեք այդ ան հայրենով։ Թամազյանը կարակ ասեք, հեշտ է։ Բայց դեր ազգանունը ոնց է Բեկերսկայա թե Թամազյան։ Թե Թամազյան Բեկերսկայա։ Այնքան հետաքրքիր է, ես անձնագրով Բեկերսկայա եմ, բայց ծնունդով Թամազյան։ Իմ հայրը եղել է Համլետ Թամազյան, վիրաբույժ, ես ինձ բոլորը գիտեմ։ Այստեղ որ վայ։ Հա, ոնց չգիտենք։ Հա, իրոք եւ դասավանդել է եւ իրոք լավ շկոլա է թողել, բայց ամեն դեպքում Թամազյան գիտեն ինձ իմ ուսանողական ընկերները, իմ շատ հիվանդներ, հետո արդեն ամուսնացել եմ եւ վերցրել եմ ազգանունը Բիկիրսկի, իմ ամուսնուս, իմիջիալոց ինքը հայրիկի կողմից բուլղարացի է, դրա համար ազգանունը տղամարդիկ Բիկիրսկի, կանայք Բիկիրսկա ու չենք ֆոլովում, բայց քանի որ հիվանդը դուք գիտեք, Հայաստանը ոնց է, չէ, տենց մոդա է, ընդունված է հիվանդներին իրարից տանել, փախցնել, գողանել, խեղճ հիվանդը ոնց որ ոչ աչք ունի, ոչ ձեռք, հիմա հələ լավակ է այս հարթակները հիվանդը տեսնում է բժշկի դեմքը, հետո գալիս է, հա, սա դուք եք, թե չէ լնում է անունով, մեկը ասում են, ես եմ այդ բժիշկը, ու տանում էին այդ հիվանդին, վերջը, դե եղել է տենց, հա, շատ։ Ասեմ ավելին, մի հատ տեղ, որը որ դուք շատ լավ գիտեք,
իմ նկարը 2 տարի իրանց էջում եղել, ես այնտեղ եմ աշխատում, բայց ես այնտեղ չեմ աշխատել։ Ու մի հատ շվեյցարացի պապիկ եկավ, ասեց, ես WhatsApp-ով ձեր նկարը տեսա, որ դուք իմ հետ գրվում էիք։ Ու եկա, ասեցին ինքը առաջ տեղ էր, հիմա ստեղ չի։ Եկեք մենք կնայենք, մենք ավելի լավ ապարատներ ունենք, դետել սուտ։ Ու ես խեղճ պապիկը, որ ինձ չասեր, տենց է չէի իմանա։ 2 տարի պարզվեց, որ ես իրանց Դե զանգեցի այդ կա մի հատ միջնորդ կազմակերպություն, որը ռեկլամայով է զբաղվում, երևի թե բժիշկների, որոշել են, որ պետք է իմ անունը դնեն, այդ մի քիչ ընդունված է արտասահմանում, ես հետո իմացա։ Դե զանգեցի, սենց ասեմ, ինչ կարայի անեի, անիծեցի բոլորի, հայրիկը, մայրիկը, պապիկը, բայց թե ասեցի Ժորժ ջան, այդ փոքր գողություն է, թե ուզեք ես կարամ ձեզ նվեր տամ։ 30-40% իմ հիվանդների կարան կորեն, որտեվ ես կես աշխատում եմ Ալանում, կես Ավաքյանում, որ շաբաթ ընդե չեմ կամ ընդե չեմ, հիվանդը գնացել հասելա հիմնականում սպասում են, ինձ գտնում են, գնում են այնտեղ, որտեղ այդ օրն եմ աշխատում, օրինակ, եթե պայմանավորված չեն, բայց շատ լավ հիվանդ կորցնելու տարբերակ է, հետնել 2 ազգանուն ունեմ, Բիկիրսկը, Թամազյան, էլի տարբերակ է։ Եղել է, որ ասել են նախորդ բժիշկը Թամազյանն է եղել։ Եղել է։ Որ եկել ենք Բիկիրսկայում։ Այնքան դες պատմություններ կա։ Ախր դուք որ կրկիտ Բիկիրսկա ասեցիք, ես ինչի ծիծաղացի։ Այդ ասեմ ու անցնենք առաջ։ Ուրեմն հիվանդները գալիս ասում են, ինձ ուղարկել են Թամազյանի մոտ։ Ասեմ, դա ես եմ։ Ասա, չէ, ձեր Բեյջինգ գրածա Բիկիրսկ, ասեմ ես եմ դա Ժորժ ջան։ Վերջ այնքան այդքան խոսակցությունից որոշեցի, որ գրում եմ 2 ազգանուն ու հիվանդը որ Բիկիրսկ անել եմ Թամազյան։ 2 շաբթի օր է Թամազյան։ Հա, շատ զավեշտալի դեպքեր է ալնում, հիվանդուն է, եկավ ասեց ես վերջապես հիշեցի ձեր ազգանունը։ Ասում եմ, բայց դե հա 5 տարի գալի գնում եք, չէ, դա ինձ համար պրինցիպի հարց էր։ Ասեմ, դե կնայեք այդ վիզիտկային, չէ, ես պիտի հիշեի։ Ես վերջապես հիշեցի Baker Street-ը հիշում եմ։ Դա ջնջում եմ մնացածու հիշում եմ։ Հիմա ինչ վերաբերվում է Թամազյանին, որ ժամանակ ում ոնց հարմար է։ Իդ կլիկայ знаю все имена։ Sense for եղած դնի որ գան ասեն ես իմ մոտ եղել է որ եկի ասել են Տոնոյանի մոտ ենք եղել, հասկանում եմ որ խառնել են ուրիշ մարդու հետ ուրիշ մոտ են եղել, չգիտեմ Տոնոյանի մոտ ենք եղել, ես եղել է որ գան ասեն Թամազյանի մոտ ենք եղել, բայց իրանք հիմա մտով եկել են Բիկիրսկայի մոտ, էլի։ Թամազյանից դժգոհ են, Թամազյանը։ Չէ, տենց չէ, հեսա կպատմեմ, չէ, տենց չի եղել Փարքաստու, բայց 2 դեպք կտի պատմեմ։ Այս ռիլը կտրեք էլի։ Հա, չմոռանանք ուրեմն մի հատ հիվանդ, որը իմ ընկերուհու ընկերն է, եկել է Ամերիկայից, ես իրանց ստուգում եմ Մալայեն հիվանդանոցում, ու ինքը երկրորդ օրը իր անկերասմա ուր ես գնացել Մալայան, ես քեզ տանեմ իմ բժշկի մոտ, ձեռը բռնում բերում Ավաքյան։ Հիմա այս մարդը ինձ հələ չի տեսել, բայց ստուգող բժիշկը ստուգեց բերեց ինձ ներկայացրեց, բայց սա ինձ հերվից տեսավ, փախավ, բայց ես չգիտեմ ինչի է եկել։ Ցեն եմ տալիս, Արտուր ջան, ինչ Ուրեմն գնաց գրավ, այդ ընկերուհուս եմ զանգել, ասում եմ, այդ մարդը եկել էր չհասկացա, երեկ եմ նայել, այսօր ինչ էր եկել։ Վերջը պարզվում է ինչ, այդ խեղճը որ տեսնում է ինձ ամաչում է։ Ասում է ես ձեզանից ասում է գոհ է այդ ընկերս ձեռքս բր ասեմ Արտուր ջան, գայր մի հատ կնայ, մի հատ նույն բանը կասի։ Քաղաքը ֆռվում են ու ձեր մասը։ Հա, մեկ էլ եղել է sense դեպք, ասեն գալիս է sense ա, դուք հայ եք, հա, փաստորեն, ասեմ, հա։ Բայց ինձ ասել են մի հատ արտասահմանցի ազգանունն էլ ես իմ ինչ հա, չգիտեմ, այդ տենց էլի։ Ասենք Բիկիրսկա լսել են, տիպը կամ ռուսական կամ հրեայի ազգանուն, ասեմ, չէ, ես եմ։ Մեր վերջի ու ավանդական հարցն եմ ուզում ձեզ տամ։ 3 գիրք, որ փոխել է ձեր կյանքը։ Բացի ակնաբուժությունն ըստ Մալայանի եմ բացել։ Վերբեր, շատ եմ սիրում Իմպերիա, Անգելով այդ բոլոր շարքը, ինքը ինձ պապայիս մահից հետո ոնց որ դրեց տեղ ամեն ինչը, հա, ֆանտազիան, իրականությունը, այն ինչ որ դու ուզում ես տեսնես, շատ եմ սիրում։ Սիմոնն եմ շատ սիրում, ինքը շատ հետաքրքիր է, Դենարնի Աբգարյան շատ եմ սիրում, ամեն ինչ կարդացել եմ, ծանոթել եմ, ներկայացումներն եմ շատ եղել, բայց այդ Սիմոնը շատ համ ծիծաղալու է, համ մտահոգվելու է, համ մտածելու է, իրար լեզուն է շատ սիրուն։ Դե ընդունված բաներ չեմ ուզում ասեմ Նաբոկով, Լալիտա Կրուժովը, Վիայստերաֆերը, բայց թեման ինձ դուրս չի գալիս, բայց լեզուն շատ լավն է Նաբոկովի։ Մեկ էլ կարամ ասեմ Անդրեյ Իվանով գիրքը, որը իրոք շատ է ինձ փոխել ու շատ եմ սիրահարվել մեր քաղաքին, կոչվում է Երևան։
դա ռուս քաղաքագետ չէ, պոլիտոլոգ չէ, գрадостроитель, ուրբանիստ, ավելի շատ արխիտեկտոր այդ ուղղությամբ ամբողջ աշխարհում համոզված չեմ վերահրատարակել են թե չէ, բայց ես ամեն դեպքում կփորձեմ ձեզ, բայց Անդրեյ Իվանով եթե հետաքրքրեք, շատ հետաքրքիր մարդ է, ինքը 2000 թվականին եկավ Հայաստան, սիրահարվեց Հայաստանին ու Երևան նշանակում է տիպը Իերուսալիմ, Երևան, կամ ասենք Իվենը, Իրիմ, Երևան, ինքը շատ 7 շերտը Երևանի բացել է ու ես այնքան եմ ամաչում, որ մենք լինելով երևանցի ու սիրելով մեր քաղաքը, մենք այնքան բան չգիտենք, ինքը գնացել է Նորքի հին դռներ ա նկարում, հին զամոկներ, շատ ֆոտոշարքել ունի հետաքրքիր, հետո Գյումրի գրեց, Գյումրին էլ է շատ հետաքրքիր, Կոնդի վրա սիրահարված Կոնդի առանձին պատմությունը, ուզում եմ ասեմ հետաքրքիր մարդ, ով մեր պատմությունով ապրեց ու ես շատ եմ իրան հարգում, մեկ անգամ եւս շնորհակալություն։ Իսկ մի հատ էլ հարց տամ, կարաք առանձնացնեք մի քանի հայտնիներ ու սենց աշկերին նայում եք, ասում եք, «Օհ, ջանես, ինչ սիրուն աշկեր ունի», հայ արտասահմանցի կապ չունի։ Որպես ակնաբուժ էլ ես նայում։ Հա, Բրեդ Պիտը սիրուն ա շատ աչքերը։ Խորը հայի աչքերը, ես միշտ ինձ հարցում են, որ ասում են հայի աչքեր, իրոք մեր աչքերը, հիմա նայեք, դուք շատ ժպտացող ուրախ մարդ եք, բայց ոչ թե ձեր աչքերը լացակումած ա կամ շատ, ինքը խորն է։ Ինքը տարիների աչքերի մեջ էլ ոնց որ ոչ մի բան չունի։ Սառը ինչ որ վանող, հա։ Կարամ ասեմ մեր հայերից ում ասեմ, ճիշտն ասած, sense լիքը հիվանդներ ունեն, որ երգիչներ, դերասաններ բան ունեն ուրախանում, որ իրանք վերջապես իրանք հանդիսատեսին բեմից տեսնում են։ 20 տարի առաջ իմ առաջի երգչուհի հիվանդին, որ վիրահատեցի, ինքը լինզա էլ չէր դնում, բան ասեց, վայ, ինչ հրաշք է, վերջապես մարդկանց դեմքերը տեսա։ Մի հատ հիվանդ էլ կար, ասում է, ես ուզում եմ վիրահատվեմ, բայց ասում է, որ վախենում եմ, ասենք երգելու ժամանակ տեսնեմ այն մեկը հավա ուտում, այն մեկը քյաբաբ, կարող է նեղվեմ։ Այնքան տարբեր մարդիկ։ Աչքեր էլ հիշենք, սիրուն աչքեր։ Կանանցից օրինակ։ Կանանցից Մոնիկա Բելուչինը տենց թեքն է, սիրում։ Չեմ սիրում։ Չէ, իրան էլ չէ, շատ չեմ սիրում։ Հեսա կասեմ, Ներեդե Սոֆի Լորենին շատ յուրահատուկ դիմագծեր ունի, ես միշտ զարմանում եմ այն թվերին, որ համարվել է, որ այդ, ասենք թե այդ օսկրերը տենց արտահայտված շրթունքներ, սիրուն չի եղել այն ժամանակ, բայց ինքը եղել է իրոք էտալոն։ Դե Վանինը չեմ ասում, Մերլին Մոնրոյինը, որտեվ ինքը պարզվում է, որ աչքերը մեծացրել է, կանտատամիա է արել, այս կողքերից կտրվածքներն արել, որ մի քիչ մեծանա, ծնոտն է երկարացրել, ինքը չի այն ժամանակվա։ Իրականում սիրում եմ բնականը։ Հիմա շատ է եկել մտել այդ անբնականը, շատ է մտել։ Մի հատ վերջի հարցը տամ փակենք հաղորդում էլի, այդ շատ հետաքրքիր է։ Այդ գունավոր լինզաները, որ տեղադրվում են, որոնք չունեն օպտիկական նշանակություն, մեկը վագրի աչքերը, մեկը մկան աչքերը, մեկը իր աչքերը շագանակագույն ենք փորձում, ինչ վնաս կարան տան աչքին։ Կոնտակտային լինզաները, եթե գունավոր են, առանձնապես եթե խնամքը ճիշտ է, հիգիենան նորմալ է, իրանք վնաս չեն պատճառում, իրոք։ Ուղղակի մարդկա լինզայով քնում է, այդ արդեն հիպոքսիա է առաջացնում, ճնշում է, թթվածնային քաղց է լինում, լիմբալ հատվածը, երբ որ սպիտակն ու այդ գունավորը մենք որ տեսնում ենք, այդտեղ անոթային շատ խիտ ցանց կա, երբ որ լինզան տրոհում է, ինքը կարա գրգռի խնդիր առաջացնի, կարան վերք բացեն, կերատիտ, խոց եւ այլն, բայց հիմնականում եթե հիգիենան մաքուր են պահում, իրականում վնաս Ոչ օպտիկականը ճիշտ չափս պիտի լինի, շնչելիություն, շարժելիություն, կորության շարավի, այդ մենակ մինուսը չի։ Թեմույով պատվիրած։ Չէ, ճիշտ չի, թեմույով կոշիկն էլ ճիշտ չի, բայց թե հագնում են, ոչինչ, բայց կոշիկը։ Մեկ էլ Էլիզաբետ Տեյլորի աչքերը, քանի որ տարբեր են եղել, ինքը ունեցել է մեկ աչքը եղել է մանուշակագույն, մեկը կանաչ, դե պիգմենտների տարբեր, կա տեն սինդրոմ, Ֆուքսի սինդրոմ, որը հետո կարա հիվանդություն դառնա, գետերոխրոմիա կոչվում, բայց իրոք շատ սիրուն աչքեր են եղել։ Սիրելիներս հաղորդման կոմենտներում գրեք ինչքան սիրեցիք մեր հյուրին ու հաջողություն մինչ մյուս շաբաթ առավոտը որ դուք կնայեք Դոկտորսրոմ YouTube-յան ալիքը կնայեք Medcast-ը կասեք ալա դավ ջան ես ոնց ես նիհարը ցավը տանեմ բեռնում առողջություն